Ողջույն 24-ի եթերում հետագիծն ես Նարեկ Գալստյան, այս պահին ես հյուրընկալել եմ խորհրդարանի Հայաստան դաշինքի պատգամավոր Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյան, ողջունում եմ։ Եվ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Սաղաթելյան, տեսեք, մինչև ներքաղաքական թեմաների եւ արտաքին քաղաքական թեմաներին անցնելը առաջին հարցը, որ ուզում եմ տալ, թե ինչու այնուամենայնիվ որոշեցիք պահպանել Հայաստան դաշինքի եւ հիմա պահպանված ֆորմատը։ Այսինքն հաշվի առնելով, որ մի կուսակցություն դուրս է եկել այս կոմենկով, բայց այսպես կայսյակը ասեմ, հա, հիմքը մնացել է նույնը։ Ինչի որոշեցիք պահպանել, որովհետև 21 թվականին ակնհայտ էր, որ դուք ֆավորիտ եք, ձեր մոտ դա չստացվեց, հիմա այլևս ֆավորիտ չեք ընդդիմադիր դաշտում։ Կյանքը ժամանակը ցույց կտա, ով ֆավորիտ կլինի եւ ինչպես կդասավորվեն դեպքերն ու իրադարձությունները եւ ինչպես կդիրքավորեն քաղաքական ուժերը, բայց մեր որոշման հիմքում դրված էր հետեւյալը. հաշվի առնելով այս ընտրությունների կարևորությունը եւ սա սովորական ու հերթական ընտրություն չի եւ այս ընտրության գլխավոր խնդիրը եւ նպատակը, որ մենք մեր համար ձևակերպել ենք, այս չարիքի իշխանության վերարտադրության կանխումն է։ Մենք գտնում ենք, որ ընտրություններին ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս մեկտեղեն իրենց ուժերը, հնարավորությունները, ռեսուրսները, որպեսզի կարողանան ավելի լավ արդյունք գրանցել։ Մենք արժևորելով նաև դաշինքի անցած 5 տարիների աշխատանքը, այո, որոշում ենք կայացրել պահպանել դաշինքը եւ հնարավորության դեպքում այն նաև ընդլայնել եւ մեծացնել, որովհետեւ գտնում ենք, որ այո, այն փուլում ենք գտնվում, որ պետքա ամեն մի առանձին ուժ չմտածի առանձին գնալու, արդյունք մի քանի падգամավոր ունենալու, այստեղ գլխավոր խնդիրը իշխանության իշխանազրկումը։ Դրա համար ուժերը մեկտեղել, հնարավորությունները, ռեսուրսները, նորից եմ կրկնում, շատ կարևոր է։ Այս տրամաբանությունից ելնելով մենք նաև մեր օրինակով դա ցույց տալու, որովհետև ակնհայտ է, չէ, որ դաշնակցությունը առանձին եթե մասնակցեր առնվազն շեմը հաղթահարելու խնդիր չէր ունենա, բայց մեր խնդիրը շեմը հաղթահարելը չի։ Մենք գտնում ենք, որ այս տարբերակով շատ ավելի լուրջ արդյունք կարող են գրանցել։ Պարոն Սաղաթելյան, 21 թվականին իսկապես ձեր թեկնածուն Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմության ակնհայտ ֆավորիտներ վարչապետի թեկնածու է։ Հիմա դուք մենակ չեք, առնվազն Սամվել Կարապետյանի հայտը դաշտում ցույց տվեց, որ իր շուրջ նույնպես կա բավական մեծ համախմբում։ Ասածս հետեւյալն է. երբ որ դուք բոլորդ շարունակում եք պահպանել ֆորմատներ ու ակնհայտ է, որ ամեն մեկիդ լիդերը բավական բառից դրական առումով նաև ամբիցիոզ լիդեր է, հա, այստեղ երկխոսությունը, միավորումը դառնում է անհնար։ Իսկ սովորական ընտրողի պարագայում, երբ որ միավորումը դառնում է անհնար, ինքը նաև շատ դեպքերում խճճվում է, որտեղ կա նաև էլեկտորատների նմանություն։ Ինչու չկարողացա կամ դեռ ժամանակ կա, չեք պատրաստվում մի կողմ դնել այդ ինչ որ տարբերությունները, որոնք որ ժամանակին եղել են, որպեսզի կարողանանք ընտրողին հնարավորություն տակ գնալ եւ քվեարկել մեկ ուժի օգտին։ Իսկ մեկ ուժ նկատի ունեք մեկ միասնական ընդդիմադիր բլոկ։ Տեսեք, նախ այն հարցը, որ այս անգամ դուք մենք մենակ չենք դաշտում կամ նաև այլ խոշոր խաղացողներ, դա լավ է։ Դա լավ է, որովհետև իրոք 21 թվականի ընտրություններին այլ ընդդիմադիր ուժ ըստ էության չկարողացավ շեմը հաղթահարել։ Դուք պատկերացրեք այն ժամանակ լիներ մի քանի խոշոր միավոր եւ ընդդիմության հավաքական քվեն ավելի մեծ լիներ։ Այս իմաստով մենք ուրախ ենք, որ դաշտում կան եւ հույս ունենք նաեւ առաջիկայում կձևավորվեն նոր միավորներ։ Իսկ ինչ վերաբերում է մեկ միասնական ընդդիմադիր բլոկով մասնակցելու, մենք այս գաղափարը չենք մերժում, բայց հասկանում ենք, որ դա ըստ էության հնարավոր չի, ու այստեղ պետք է քննարկենք նաեւ սրա արդյունավետության հարցը, որովհետեւ ինքը շատ տրամաբանական է ու հաճելի մարդկանց համար, երբ որ ասում են ամբողջ ընդդիմությունը մեկ լինի, որպեսզի իշխանազրկման հարցը լուծի, բայց այդ նույնացվելով վստահ չեմ, որ դա լավագույն տարբերակն է, որտեղ այս պարագայում ընդդիմությունը հնարավորություն է ունենում հակաիշխանական ընտրազանգվածին եւ հակաիշխանական մեր ժողովրդին այլընտրանքի տարբեր հնարավորություններ տալ։ Այստեղ խնդիրը նա է, որ փոքր ուժերը, ովքեր չեն կարողանալու շեմը հաղթահարել,
պետք է միավորվեն միմյանց հետ կամ խոշոր բլոկներում, որպեսզի ընդդիմադիր ձայները չփոշիանա։ Մի քիչ վիճելի է այդ բանը, ներողություն, մի քիչ վիճելի է այդ տրամաբանությունը, որը մեկ միասնական բլոկը նկատի ունի։ Չէ, որ դուք տարբեր բաներ եք, հնարավորություններ եք տալիս, որովհետև տեսեք, իշխանությունը չի էլ թաքցնում, որ ինքը պատրաստվում է գնալ մոլդովական սցենարին։ Այո, այդ ուրիշ Կայա Կալասի հայտարարություն, դրան իբրև վկայություն եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի ակնարկները խորհրդանում դրան վկայություն։ Հիմա որքան որ դուք մասնատված գնացիք, այնքան թե անհատների եւ թե ուժերի մակարդակով վերջի պահին ընտրություններից դուրս դնելը ռուսական շպիոնության 5-րդ Շարասյան մնացածի անվան տակ ավելի հնարավոր է դառնում իշխանության համար։ Հետագայում արդեն, չգիտեմ, փողոց դուրս եկա, կարող է դա բանել չփոխի։ Այդ մասով, որ հնարավոր է սրանք սահմանափակեն ընտրություններին մասնակցող տարբեր ուժերի մասնակցություն, այդ վտանգը կա եւ ակնհայտ է։ Արդյոք դա կանխելու լավագույն ձևը մեկ միասնական դաշինքն է, ձեր ասացի մեջ ամբողջական տրամաբանություն կա, ես դա չեմ դժվար է լինելու, էլի հասկանում եք, չեմ հակադրվում դրա հետ, բայց պարզ եկեք խոսենք, էլի արդեն դաշտում մի քանի ուժ մեզանից առաջ հայտարարել առանձին գնալու մասին։ Ու նաև ֆավորիտ ուժերի մասին է խոսքը։ Հետևաբար, այո, շատ հստակ է այդ մասին հայտարարել։ Ու նաև այլ նոր ձևավորված ուժեր։ Հետևաբար, այլևս դրան վերադառնալ հնարավոր չի լինելու։ Գոնե այս փուլում առնվազն պետքա փորձենք մի քանի խոշոր բլոկներ։ Իսկ որ սա փորձելու է արգելափակել որոշ կուսակցությունների դրան տարբեր ձևեր կան ուժերի մասնակցություն ընտրություններին, այո, այդ վտանգը մենք տեսնում ենք ներքին քննարկումներում այդ օրակարգում կա այդ հարցը եւ սրան կանխելու համապատասխան քայլեր պետքա ձեռնարկվեն այդ ուղղությամբ։ Պարոն Զարաթելյան, մի քիչ կարող է հարցս բան թվա, ոչ քաղաքական, բայց այնուամենայնիվ։ Դուք ասում եք, սա սովորական ընտրություններ չի։ Խաղադրույքի վրա դրված է հայ առաքելական եկեղեցու ապագան։ Խաղադրույքի վրա դրված է Հայաստանի զարգացման տրամաբանությունը։ Խաղադրույքի վրա դրված է ընդդիմության պնդմամբ զիջումների շարունակականությունը Հայաստանի ռազմավարական շահերի հաշվին։ Խաղադրույքի վրա դրված են բազմաթիվ քաղաքականավորների ճակատագրեր, որոնք այս պահին գտնվում են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։ Ու այսպես ես կարող եմ եւս մի երկու տասնյակ կետ թվարկել։ Պատմական պատասխանատվությունը ընդդիմության համար եւ այն մարդկանց հայացքով, որոնք ընդդիմությունից ակնկալիք ունեն, սարսափելի մեծ է։ Դուք վստահ եք, որ այս ճանապարհը, որ գնում եք, հաջողության է բերելու։ Ես վստահ եմ, որ սա հնարավորություն է հաջողության հասնելու համար։ Մենք առիթ ունեցել ենք այս տաղավարում մի քանի անգամ խոսելու։ Ակնհայտ է 4 ամիս հետո տեղի ունենալու ընտրություն։ Դա անխուսափելի է։ Անխուսափելի է։ Հետևաբար հիմա մենք նաև հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակը, այն ինչ որ կա, այս ամեն ինչ որ գոյություն ունի։ Պետք է հասկանանք, որ սա անխուսափելի է եւ այդ հնարավորությունը չպետք է բաց թողել։ Ես հավատում եմ, որ հնարավոր է այդ ճանապարհով փոխել։ Իսկ դա դժվար է լինելու միանշանակ։ Այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանը իր վերարտադրությունը ապահովելու համար գնալու է ամենաայլանդակ քայլերի միանշանակ։ Հետևաբար այս գիտակցությամբ մենք մոտենալով ստեղծել ենք դաշտում մի խոշոր բլոկ պահպանելով այն փորձում ենք մեծացնել եւ այս նույն ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի մյուս ուժերից։ Այս գիտակցությամբ մոտենալ այս խնդրին, նորից եմ կրկնում, մեկտեղել բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները այս հարցը լուծելու համար։ Հիմա եթե այս գլխից այս մասին էլ առիթ ունեցել ենք խոսելու։ Ասում ենք, որ ընտրությունը ճանապարհ չի, հնարավոր չի, այն մարդիկ, ովքեր նաև ձեր տաղավարում դա ասում են, պետք է ասել, լավ, բա որն է ճանապարհ այս ընթացքում։ Ընդամենը մնացել է 4 ամիս։ Այսինքն անընդհատ կոդրել մարդկանց հույսը նաև ընտրություններով դարձնել անտարբեր, որտեղ հիմնական հարց հիմա մեր մարզային այցելությունների ժամանակ որ մեզ տարածեն, արդյոք հնարավոր է ընտրությունով բան փոխել։ Եթե մենք հասնենք նրան, որ մարդիկ ընտրությունով բան փոխելուն չհավատան, բավականին մեծ ընդդիմադիր զանգված չի գնալու ընտրություններին։ Հայաստանում 30 տարվա ընթացքում ընտրություններով իշխանություն չի փոխվել, դա պիտի ֆիքսենք։ Իհարկե, դա ֆիքսում ենք, դա հասկանում ենք եւ մենք էլ այս ընտրություններին պատական չի, որ ասում շատ ստանդարտ դասական կերպով չպետք է մոտենանք։ Ռոբերտ Քոչարյանը ձեր վարչապետ տեխնիկություն լինելու։ Մեր բանակցությունները դեռ չի ավարտվել։ Ցանկի դաշինքի վերջնական տեսքի վարչապետի տեխնացուի մասին այդ երկկողմ վերջնական համաձայնություն ունենալուց հետո կհայտարարվի։ Բայց կա երկրորդ տեխնացու այլ։
Չենք քննարկել, այդ հարցը չենք քննարկել։ Չէ, քննարկել որտեղ Սամոսավը ռազում է Ծառ Քոչարյանը, դա չէ, մենք պարզապես, այսինքն չենք նստել, այս մասին չենք խոսել, վերջնական բանը չենք եկել, այս մասին համատեղ քննարկումներից հետո համատեղ հայտարարություն։ Պարոն Սարաթելյան, Հայաստանում ոնց որ ասացի 30 տարվա ընթացքում ընտրություններ չի փոխվել, բայց բացարձակ չեմ ցանկանում ապատյաներ շնչել մեր ընտրողներին, ընտրությունները համադրական հնարավորություն է իշխանություններին տուն ուղարկելու համար։ Բայց դրա հետ միասին մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք, ապրում ենք այս երկրում, ապրում ենք այս քաղաքում, փողոց ենք դուրս գալիս, շփվում ենք եւ այլն եւ այլն, փոփոխությունների հոտ քաղաքում, երկրում չի զգացվում։ Այսինքն մենք կարծես թե գնում ենք սովորական համ հայտարարում ենք, որ սա ճակատագրական ընտրություններ է, որի վրա դրված է SS եւ այլն, եւ դրա հետ միասին գնում ենք կարծես թե սովորական ընտրությունների, որտեղ դու գնալու եք այս քվեատուփի մեջ քվեարկելու եք, ասենք երկու լրագրող մոտենալու են ասելու են պարոն Սաղաթելյան, ինչի համար քվեարկեցիք, դուք էլ ասելու եք, չգիտեմ, ավելի նա դե սլոգանը ոնց է լինելու, ասենք ավելի լավ Հայաստանի օրինակի համար։ Տեսեք, դեռ ընդդիմադիր դաշտի ուժերը ամբողջական հայտ չեն ներկայացրել։ Վարչապետի տեխնացու թիմ չեն ներկայացրել, իրենց ծրագրերը չեն ներկայացրել։ Իսկ շատ կարճ ժամանակ հետո ես վստահ եմ, որ երկրում մթնոլորտը փոխվելու է։ Դրա ֆոնին իշխանությունը ավելացնելու էր ռեպրեսիաները, ձերբակալությունները, այլանդակությունները, բայց ակնհայտ ինքը շատ ծանր, շատ թեժ մրցակցությամբ շատ լարված ընտրություններ լինելու։ Այս մթնոլորտը որ կա, հիմա շատ նախապատրաստական մի վիճակի մեջ ենք, առաջիկային փոխվելու է։ Ու այդ անտարբերությունը դուք կտեսնեք նաև որ շատ արագ երկրում մթնոլորտը կփոխվի։ Հիմա այդ փուլում չենք, շատերը դիրքավորման նախապատրաստական աշխատանքի մեջ են եւ ընդհանրապես մի ամիս հետո եթե առիթ լինի մենք հանդիպենք, տեսնենք որ երկրում մթնոլորտը բավականին այլ է։ Մենք տեղյակ ենք, շփվում ենք, բանակցում ենք, տարբեր օրակարգեր ենք քննարկում, դաշտի հիմնական մասը այս ուղղությամբ նույնիսկ նրանք ովքեր ասում են դեռ կորոշեն կմասնակցեն ընտրության թե չէ, շատ ակտիվ նախապատրաստական իրենց թիմերը մոբիլիզացնելու, իրենց ծրագրերը թարմացնելու, ուժ հավաքելու շրջանի մեջ։ Դուք կարծում եք, որ այս ընտրությունները ծրագրային պահում վախման ընտրություններ են լինելու, այսինքն սոցիալական հարցերի շուրջ, բյուջեի կատարողականի շուրջ եւ այլն, որտեվ ես երկուսն էլ տեսնում եմ, մի պահ հիմա տպավորությունն է, որ ընդդիմությունը մտնում է այդ բանի մեջ, այդ օրակարգի մեջ, հետո մեկ էլ հետադառնում ասում որ սա ինքնութենական հարց է, որ օրակարգի ընտրությունն ասել են։ Շատ կարևոր հարց եք տալ։ Այս ընտրության վրա ազդեցություն ունենալու է մեծապես աշխատատեղերի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, բարեկեցության եւ մնացած հարցերը, որոնք առնվազն մեր մասով շատ հստակ լուծումներ մենք առաջարկելու ենք, բայց այս ընտրությունը հայկական ինքնության պահպանման, Հայաստանի տարածքային ամբողջականությունը ապահովելու լինել չլինելու ընտրությունը։ Եթե մենք, այսինքն մեր մրցակցությունը Նիկոլի հետ չի լինելու, մենք ավելի լավ ասֆալտ կանենք, թե ինքը, որովհետև իր 7 տարին կառավարման 5-ը հանձնել է։ Մենք շատ ենք խոսել այդ մասին, այսինքն մոռացության տալ այդ ամեն ինչը եւ մրցել, թե մենք ավելի բարձր աշխատավարձ կառաջարկենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե օրվա իշխանությունը, մենք ավելի լավ ասֆալտ կանենք, թե ինքը, չէ, սա այս ընտրությունը դրա մասին չի։ Այս ընտրությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայկական ինքնությունը պահելու մասին է։ Այստեղ կարևոր է, որպեսզի մեր ժողովուրդը նաև հասկանա իր բարեկեցության, թոշակների բարձրացման, աշխատատեղերի, իր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման կոնկրետ առաջարկներ եւ լուծումներ։ Իհարկե կարևոր է, բայց գլխավոր խնդիրը մեր երկրի անվտանգության եւ պետականության պահպանման հարցն է եւ այստեղ մեր համար առաջնահերթություններ կան, որից չենք հրաժարվել։ Դրա հետ միասին պարոն Սաղաթելյան, ես չպետք է թույլ տալ այս մարդը, որ այսքան չարիք է բերել մեր երկրին, հանձնել է Արցախը, Հայաստանի Հանրապետության տարածքում են գտնվում Ադրբեջանի զորքերը եւ նաեւ հայտարարել է, որ եթե ընտրվեմ նոր տարածքներ եմ տալու Ադրբեջանին, այդ մասին չպետք է մոռացության տալ։ Գիտեք 2021 թվականին պատերազմից հետո վերքերը շոկը շատ ավելի շատ էր, վերքերը շատ ավելի թարմ էին, վերջիվերջո 30-ամյա ստատուս քվո էր խախտվել մեր հոգեբանության մեջ Արցախի հետ կապված այդքան զոհ եւ այլն։
բայց մեր ժողովուրդը գրած եւ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Ու այդ ժամանակ էլ ներկայացում էր, որ սա Հայաստան լինել չլինելու, Արցախը լինել չլինելու հարցն է։ Ինչա փոխվելու 26 թվականին դրա համանությամբ։ Գիտեք, երբ որ 21 թվականին այս մարդը խոստացավ խաղաղության դարաշրջանի բացում, ու ինչ էր հիմնական բանը, ինչ եղել է, եթե ես չլինեմ նոր պատերազմա լինելու, եկեք ընտրեք ինձ, ես Արցախի ինքնորոշման իրավունքով էլ կզբաղվեմ, դե օկուպացիայի մասին էր խոսում, Շուշի եւ Հադրութի եւ ինչ եղել է, այսինքն հեղափոխության սկզբունքները պահելով կգնանք առաջ։ Այո, ինքը այդ շրջանում կարողացավ խաբել մարդկանց, բայց դրանից 5 տարվա մեջ ասել եմ շարունակելու եմ կրկնել։ Մինչև 21 թվականի ընտրությունները ինքը հանձնեց Հայաստանի բարձրադիր դիրքերը, ընտրվելուց հետո Գորիս Կապան ճանապարհը շոռնուխը, 22 թվականին, քանի որ արդեն հանձնել էր մեր բարձրադիր դիրքերը, Ադրբեջանը հարձակվեց 22 սեպտեմբերին եւ շուրջ 200 կիլոմետր քառակուսի օկուպացրեց Հայաստանի տարածքից, այսօր Ադրբեջանի զորքերը գտնվում են Գեղարքունիքում, Ջերմուկում ու Սյունիքում, ունեցան 200-ից ավելի զոհ, որից հետո ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում 9 ամիս բլոկադա, 23 թվականին հանձնեց Արցախը այս մարդու հետ համատեղ գործունեությամբ, 24 թվականին Տաուշից հատվածներ եւ 25 թվականին էլ խոստացել է, որ եթե ընտրվեմ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որ վերադարձնել եմ։ Այսինքն այս մարդը ինչ իրավունք ունի խոսելու խաղաղությունից։ Եվ կարծում եմ սա այլևս փաստ է։ Ես չեմ հավատում որևէ կերպ, ինքը 21 թվականին հավաքել է Արեգ ջան 680,000 քվ։ Հիմա դուք ո՞նց եք կարծում, որը եղել է 53% ընտրողների։ Ո՞նց եք կարծում, այդ 680,000 քվն պահպանվել է։ Չգիտեմ։ Ամեն դեպս սոցհարցումներով, եթե հավատում ենք սոցհարցումներին, բավական իջել է իր ռեյտինգը, բայց ինչպես նաև բավական իջել է անդիմության ռեյտինգը։ Ինքը 20%-ի շրջանակներում է, թող իր վարչական մնացած լծակներով այդ թիվը ինչ որ չափ կարողանա բարձրացնել։ Բայց անդիմության տեսեք, երբ որ ասում եք, չէ, եթե դուք ընդունում եք, որ Փաշինյանի վարկանիշը 20% է, ես ընդունում եմ, որ ձեր վարկանիշը մինչև 8-ին է 10%-ը։ Տեսեք, այդ հարաբերական է, մեր հարցումներով այդ ձև չի, բայց դրա մեջ չեմ ուզում մտնել։ Ես ասում եմ հետեւյալը. հակաիշխանական, հականիկոլական, հակաքՊ-ական զանգվածը այսօր 60%-ը։ Այսօր ցանկացած սոցիոլոգիական հարցումով 53-4% ասում եմ բացառվում է որևէ պարագայում քվեարկեմ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա արդեն խաղը ընդդիմադիր դաշտում է, ինքը կկարողանա ճիշտ բլոկներով, ճիշտ ծրագրերով, ճիշտ մոտեցմամբ առաջարկի մեր հասարակության ինչպես ազատվել սրանից։ Այդ մարդկանց ոնց պետք է կարողանաք տնից հանել եւ տանել, որ չխառնվի իրար, չհասկանա, Մեր ամենակարևոր հարցերից մեկը դա է, որ մենք պետք է կարողանանք հակաիշխանական զանգվածին մոբիլիզացնել։ Ինքը ինչ է կարողացել անել ու ինչ է կարողանում անել։ Մոբիլիզացնել իր ընտրազանգվածին, դրան գումարում է վարչական պետական ռեսուրսը եւ դա ինչ որ թիվ է կանգնում։ Ընդդիմությունը եւս պետք է կարողանա դա անել եւ ընդդիմադիր տարբեր բլոկները այս իրավիճակում շատ կարեւոր են հենց դրա համար, որ յուրաքանչյուրը իր շերտի վրա աշխատի, որտեղ ակնհայտ է, չէ՞։ Հիմա դուք ասում եք պայմանական ձեր ռեյտինգը 8-10, չգիտեմ, 11% է։ Լավ, ընդդիմադիր հատվածը շատ ավելի մեծ է, չէ՞։ Հիմա սա փայլուն հնարավորություն է նոր ստեղծվող ուժերին առաջարկ անելու մարդկանց իրենց ծրագրերով, իրենց թմով, իրենց երկիրը դուրս բերելու տեսլականով տանել ընտրատեղամաս։ Եվ այստեղ շատ կարևոր հարց կա, որ մենք արդեն 1 ամսից ավել բանակցությունների մեջ ենք դաշտի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, որ ընդդիմադիր ուժերը անկախ նրանից միմյանց հետ նույնիսկ ինչ հարաբերություն ունեն, ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, մի շարք կարևորագույն հարցերով պետք է համագործակցեն, որպեսզի կարողանան այս հավանական ռեպրեսիաները, օրակարգի ընդհանրապես առաջնային հարցերը կարողանան համատեղ լուծեն ու այդ բանակցությունները ակտիվ շարունակեն։ Ում հետ եք բանակցում եք կապություն։ Գրեթե բոլոր ուժերի հետ հանդիպել ենք։ 5 հարց կա։ Սա որպես դաշնակցություն, թե որպես Չէ, որպես դաշնակցություն, բնականաբար դաշինքի մեր գործընկերները եւս ամբողջությամբ էս օրակարգ իրենց համար ընդունելի է։ Հանդիպել ենք դաշտի գրեթե բոլոր գործող ուժերի հետ, դուք տեսաք նույնիսկ տեղ ունեցավ դաշնակցություն հակ հանդիպումը։ Այսինքն մենք մի կողմ ենք դրել ամեն ինչ, որովհետեւ մեծապես կարևորում ենք այս հարցերը։ 5 հարց ենք քննարկել, որոնք են օրակարգային առաջնային հարցերը, որոնց շուրջ ընդդիմությունը
պարտավոր է համագործակցել։ Վերսկել ընտրությունների օրինականությունը, քաղաքբանտարկյալների պաշտպանության հարցն ենք դրել, որը շատ կարևոր է, եկեղեցու պաշտպանության հարցը եւ շատ կարևոր է մեր համար ընդդիմադիր դաշտի այն ուժերը, ովքեր իրական ընդդիմադիր են, մինչեւ ընտրությունները մի քանի կարևոր հայտարարություններ անան, որ առնվազն այս իշխանությունների հետ որևէ պարագայում չեն համագործակցելու, ընտրվելու պարագայում, ընտրվելու շեմը հաղթահարելու պարագայում եւ նաեւ կա այդ հնարավորությունը միմյանց հետ հետընտրական շրջանում նաեւ համագործակցության։ Եվ ձեր այն մյուս հարցին, որ կան ընդդիմադիր ընդգծված բլոկներ իրենց առաջնորդության, որ հետո միավորվելը դժվար է լինելու, առնվազն մեր պարագայում մենք շատ հստակ հայտարարել ենք, որ եթե ստեղծվի մի իրավիճակ, որ մեր համագործակցությունից է կախված այս իշխանության հեռացումը, մենք համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ եւ դա մենք ամբողջությամբ պատրաստական ենք այդ հարցը։ Պարոն Սարաթելյան, արտաքին աջակցություն ակնհայտ է, որ գնալով ավելի է հասկանում Նիկոլ Փաշինյանին արտաքին աջակցության ազդակները։ Մենք կարծես առիթ ունեցել ենք մեկ անգամ խոսելու Եվրոպական միության աջակցության մասին, բայց հիմա ես ուզում եմ մի քանի բան թվարկել, որոնք առաջիկայում սպասվում են այս մինչև ընտրություններ։ Օրինակ, արդեն հայտարարվեց, որ J.D. Vance-ի հայցն է սպասվում Հայաստան ԱՄՆ փոխնախագահի, սա առաջին անգամ է կարծես թե 30-ամյա պատմության մեջ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելել է Հայաստան, թրիփի շրջանակներում է հանդիպում տեղի ունենալու։ Կարծեմ առաջինը չի, բայց այո, Հիլարի Քլինտոնն է բանն է, State Department-ի, այսինքն բանն է, պետքարտուղարն է իմանալու միայն այցել ամենաբարձր պաշտոն, այնուամենայնիվ։ Փոխնախագահը այցելելու է, դուք ինձանից լավ եք պատկերացնում կադրերը, հա, մենք հարցին կադրերի տեսանկյունից ենք մոտենում, որտեղ բովանդակությունը հələ ոչ մեկիս համար հստակ չի։ Կադրերը Նիկոլ Փաշինյան, Միացյալ Նահանգների փոխնախագահ, աջակցություն, Սյունիք այցելություն, Սյունիքում գետնի վրա գյուղացիների հետ ճփում, Ամերիկայի փոխնախագահն է եկել, Ադրբեջան դեպի այց, տարածաշրջանի ապաշրջափակման մասին խոսակցություններ, լոգիստիկայի ազատում, ներդրումներ, ամերիկյան մեծ քանակությամբ, սա մեկ։ Հաջորդը ընդամենը դրանից 2 ամիս հետո մայիսի 4-ին եթե չեմ սխալվում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով է, այստեղ արդեն սպասում ենք Մերցին, Մակրոնին եւ եվրոպական այլ լիդերներին, չգիտեմ, Էրդողանն ու Ալիևն են հրավիրված, չգան չեմ կարող ասել, մինչեւ հիմա մերժում են, էլի տեսախցիկներ, շնորհավորանքներ, աջակցություններ Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության ջանքերը Նիկոլ Փաշինյանին այսպես դարձնել միջազգային քաղաքական դերակատար, այն ինչ որ երբեք չի ստացվել մնացած բոլորի մոտ։ Ու այս արտաքին քաղաքական աջակցության ֆոնին չեմ չափազանցնի ասել ռեպրեսիաներ, ձերբակալություններ, կալանավորումներ, ռուսական 5-րդ շարասուն, շպիոններ, հիբրիդային պատերազմ եւ այլն եւ այլն։ Իրենց արտաքին գործիքակազմը մի քանի անգամ ավել է, քան ընդդիմության գործիքակազմը։ Հիշեցնեմ, որ անգամ Վրաստանում ընդդիմությունը ունենալով այդքան արտաքին գործիքակազմ չկարողացավ իհարկե հաղթել, բայց անգամ իշխանությունը չուներ այդպիսի արտաքին աջակցություն, իսկ օրվա իշխանությունը որպես կանոն մի քիչ ավելի շատ աջակցություն անեն։ Ոնց եք պատկերացնում սա դեմ ձեր հակախաղը։ Ընդհանրապես մեր վերջին 5 տարվա դժվարություններից մեկը եղել է այդ, որ մեր կռիվը մենակ չի եղել, այս գործող վարչախմբի հետ, եղել է նաև նրան իշխանության պահողների հետ։ Շատ հաճախ հիմա դուք նշեցիք արևմտյան տարբեր գործիչների պետությունների անուններ, բայց երբեմն այդ իր կառավարումը շատ ուղիղ տեղի ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով, այսինքն իրեն աջակցողներից պետք է առանձնացնել նաև ակնհայտ Ադրբեջանի եւ Թուրքիային։ Ես ձեր ասացին կարող եմ ավելացնել երրորդը, որ մինչեւ ընտրություններ Ալիևը եւ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին որոշ բոնուսներ տալու են վերարտադրելու։ Օրինակ հայկական սահմանի հնարավոր բացում։ Հայկական սահմանի բացում։ Մեզ չեմ բացառում, որ ինչ-որ իրավիճակ ինքը այդ փաստաթուղթը մի փուլ էլ առաջ անցնի Ադրբեջանի հետ, այսինքն այս մարտը ակնհայտ առաջարկել է Արևմուտքին ու մասնավորապես նաև Թուրքիային, Ադրբեջանին, օգնեք ինձ վերարտադրվեմ, կանեմ այն, ինչ որ ուզում եք։ Ինքը այս առաջարկով իմիջիալոց ռուսների մոտ էլ հանդես կգա, այսինքն բոլորի մոտ, նույնը կարա ասի Իրանին, ցանկացած տեղ ապովեք իմ վերարտադրությունը, ես ումդ ինչ պետքա կտամ։ Մոտավորապես բան արել է նաև ինքը 21 թվականին։ Բայց վերջին հաշվով
Այս պետքա կարողանանք մեր ժողովրդին բացատրել։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ինչ է նստելու հայ ժողովրդի եւ հայոց պետականության վրա։ Իր վերարտադրությունը նշանակում է կանաչ լույս Հայաստանից նոր զիջումներ իրականացնելու։ Իր վերարտադրությունը նշանակում է, որ Հայաստանում այլևս ժողովրդավարության մասին խոսելը անիմաստ է, սա տոտալ բռնապետություն է լինելու մեր երկրում։ Մարդկանցից խլելու է ընտրելու իրավունքը, ընտրվելու իրավունքը, հիմա ինչ է անում, որ մի համայնքի ղեկավարը ընտրվում է կամ բռնում է կամ սպանում է։ Ու այսպես շարունակ։ Իր ընտրվելուց հետո պետք է հասկանանք, որ ինքնիշխանության քողի տակ, ինքնիշխանություն բեմադրելու անվան տակ մենք մեր երկրում հպատակություն է լինել։ Այսինքն ըստ էության Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունը ամբողջությամբ եւ դառնալու է Թուրքիայի, Ադրբեջանի վասալը։ Եթե մենք կարողանանք այս բացատրենք նաեւ օրինակներով, նաեւ ներկայացնենք իր իշխանության ամբողջական 7 տարիների պայքարը, սպասվող վտանգը, մենք դրանով պետքա չեզոքացնենք այն արտաքին միջամտությունը, որ փորձում են այս մարդուն նորից պահել Հայաստանի իշխանության գլխին։ Ես պրոստը մի քիչ մտածեմ, ասենք Արմավիրի բնակչին ոնց է այդ ամեն ինչը ներկայացնելու, երբ որ ինքը սահմանը բացելու պարագայում կարողանալու է նորմալ առևտուր անել, էլի։ Ինչ որ իշխանությունը խոստանում է։ Մաքսիմում պետքա անենք, գիտեք, ստեղ էլ մենք մի քիչ sense բանի մեջ ենք։ Ես չեմ կարծում, որ իրոք էլի մեր ժողովուրդը տենց ամբողջական ստամոքսով եւ շատ կարճաժամկետ խոստումներով կարա կրկին խաբվի, որտեղ իրոք խաբվել է, բայց կրկին որ խաբվի, ես չեմ կարծում։ Դե մեր գործն էլ դա է, Նարեկ ջան, մեր գործը դա է։ Հիմա գյուղ առ գյուղ, տուն առ տուն պետքա կարողանանք այդ խնդիրը լուծենք։ Ընդ որում ասեմ, եթե մենք նայում ենք թիմ ընտրությունների պատկերը, շատ հետաքրքիր պատկեր կա վերջի բոլոր 21-ից հետո։ Ինքը խոշոր քաղաքներում, որտեղ ընտրողների մեր մեծ հատվածն է, Գյումրի, Վանաձոր, Կապան, չգիտեմ, Աբովյան, Երևան, այսին թվարկած քաղաքները, խոշորացված համայնքները Հայաստանի ընտրողների մեծ մասն են։ Երևան նշեցի, ինքը չի հաղթել։ Հա, բայց ընդդիմադիր Երևանը հանած մնացած տեղերը ընդդիմադիր խարիզմատիկ տեխնացուներ են եղել, որոնք նաև տեղական կապերով, տեղական միջավայրով են։ Բայց իրենց դեմ աշխատել է մի աննորմալ բան, պետական վարչական ռեսուրս։ Այսինքն այդ հնարավորությունը կա, բայց նորից եմ կրկնում, շատ դժվար է լինել։ Ինքը մեծ արտաքին աջակցություն է ունենալ։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորող գլխավոր սյուբյեկտը հայ ժողովուրդն է։ Իմիջիայլոց մենք Վարդան Օսկանյանը նախկին արտգործնախարար հանդես էր եկել առաջարկով ընդդիմությանը, որ պետք է դիմել եվրոպական երկրներին, ասելով, որ գագաթնաժողովը այդ նախընտրական շրջանում շատ ուղիղ աջակցություն է Հայաստանի իշխանություններին ու դա տեղի է ունենում Հայաստանի օկուպացված լինելու Բաքվում բանտարկյալների, Հայաստանում քաղբանտարկյալների մի քանի տասնյակ պայմաններում, սա մենք դիտարկում ենք իբրև ուղիղ աջակցություն եւ այս իմաստով առաջարկ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերին, նաև արտից օգտվելով ասեմ, որ մենք ամբողջությամբ ընդունում ենք այդ առաջարկ եւ պատրաստ ենք այդ նամակի տակ։ Չի, իմաստ կա, այսինքն ով չգիտի դրա մասին։ Չէ, առնվազն պետք է ֆիքսել ընդդիմադիր դաշտը դա ֆիքսի, իսկ եթե դա չհետաձգվի, ընդ որում չենք ասում թող չլինի, ասում ենք թող հետաձգվի։ Իսկ եթե դա տեղի ունենա, լավ առիթ է այդ օրերին այդ խնդիրը Հայաստանում բարձրաձայնել։ Պարոն Սաթելյան, ես քիչքան գիտեմ քաղբանտարկյալների թեմայով նաև առաջարկ կար ընդհանուր ճակատ ստեղծելու, միավորում ստեղծելու, ուր հասակ դա։ 5-ից մեկը դա էր, տեսեք, բոլորը միանշանակ այդ ողջունում են առաջարկը։ Ընդհանրապես այդ 5 կետերի շուրջ ընդհանուր փոխըմբռնում կա, բայց անկեղծ ասեմ կա դժվարություն այդ մեխանիզմների ու նաև հաշվի առնելով այս նախընտրական շրջանը իրոք վեհ կանգնել շատ հարցերից, եթե պետք լինի մի հարթակում կանգնել, պետքա կանգնել։ Եթե պետք է համատեղ կարել գործողություններ ասոցացվելու, ձերդ են վախենում ասոցացվել։ Այդ է հարցը, դուք այդ առումով ավելի դիրք սա այդ նիկոլական բլեֆը, որ այդ ձև մցրել են, մեր հետ վախենում են։ Ես էլ ասում եմ, հələ դեռ մեզանից շատ ոչ մեկ քվե չի հավաք։ Հարցը դա չի։ Ես դա չեմ վիճակում։ Ես ասում եմ, որ դուք ունեք ինչ որ ունեք,
բայց քանի որ բանը սարքել են ստրաշիլկա երկրորդ նախագահի հետ չասոցացվել, երրորդ նախագահի հետ չասոցացվել եւ այլն, այս նոր աստեղծ ուժերը իրենք նաև օբյեկտիվ տրամաբանությունը փորձում են դիստանցավորվել, որ հետո չասեն, ասենք, այս-ի Քոչարյանական, այս-ի Սերժ Սարգսյանական։ Շատ լավ, ախր այդ խաղի կանոնները երբ որ մշակել է Նիկոլ Փաշինյանը ու ամբողջ ընդդիմադիր դաշտին այդ կանոնների մեջ խաղացնում, այս լավ չի։ Այսինքն, եթե մենք կարող ենք կոնկրետ օրակարգի շուրջ պայմանական եկեղեցու պաշտպանություն, օրինակ դեկտեմբերի 18-ին դա տեղի ունեցավ։ Նոր ուժ, հին ուժ, այսինքն ասենց շարքով հին, նոր, թազա, խորհրդարանական, ոչ խորհրդարանական կանգնեցին եկեղեցու կողքը։ Եթե այդ օրը այդտեղ չլինեին, չպաշտպանեին եկեղեցին, մի խայտարակ բան էր լինելու։ Հիմա եթե նման օրակարգերում համագործակցելու ժամանակ պետք է ինչ-որ նոր ուժ վախենա, որ իրան ինչ-որ կպիտակավորեն, ու այդ վախից չգնա այդ քայլերին, պետք է հասկանա, որ մեր ընդհանուր գործը ձախողելու է։ Վերջին հաշվով մեր բանաձևը հետևյալն է, որ այս Դաշնակցության ժողովի բանաձևերից եմ ասում, որ մեր խնդիրը ոչ թե ինչ-որ առանձին ընդդիմադիր ուժի հաջողությունն է, այլ ընդդիմության հաջողությունը։ Այստեղ եթե որևէ ընդդիմադիր ուժ գնա հավաքի, չգիտեմ, 50 падգամավոր, բայց դրանով չկարողանա ձևավորի կառավարություն, այս իշխանությունը մնա, դա արժեք չի ունենալ։ Հետևաբար պետք չի տեղիք տալ Նիկոլի այդ գծած կանոններին, որ ամեն մեկին ոնց ուզի պիտակավորի եւ այն մտնոլորտը ստեղծի, որ այդ խաղի կանոններով շարժվեն։ Ես շատ նորմալ եմ վերաբերում, որ նոր ուժերը ասում են մենք պետք է գնանք փոփոխությունների, մենք ավելի լավ կանենք, մեր ծրագիրը ավելի լավն է։ Իհարկե, նորմալ է, այդ ով է գալու ասի չեն մյուսի ծրագիրը իմ ծրագիրը ավելի լավ։ Բայց այդ նույնանալու բանը կան հարցեր, օրինակ տեսեք։ Եթե մենք քաղ բանտարկյալների թեմայով, ընտրությունները համատեղ հսկելու թեմայով, եկեղեցու համատեղ չաշխատենք, այո, մեր ռեսուրսները չի բավականացնում, որովհետև ինչպես քիչ առաջ իրավացիորեն ասացիք, մենք գործ ունենք այս հսկայական մեքենայի ու աշխարհակաղակական աջակցության մի աննորմալ ռեսուրսների հետ։ Հետևաբար այս հարցերում անխուսափելի է մեր հնարավորությունների միավորումը։ Կվախենան, այսինքն այս օրակարգից փախնողը հայտնվելու է լուսանցքում։ Լավ, պարոն Սաղաթելյան, հիբրիդային պատերազմ այս մոլդովական սցենարի տրամաբանության մեջ ամենակարևոր շտրիխը այն է, որ Հայաստանին նաև դրա մասին արտաքին հետախուզական ծառայությունը հսկայական զեկույց ներկայացրեց, որ Հայաստանի դեմ սկսվել է եւ շարունակվելու է հիբրիդային պատերազմ, որ չեն ասում, որ երկրի մասին է խոսքը, բայց ակնհայտ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է, ուրեմն համարյա բոլոր ընդդիմադիրները ռուսական շպիոններ են, Կրեմլի ագենտներ են, ռուսաստրուկներ են, ինչպես ընդունված է նորաձև սլենգով, այսպես ասենք, հա, նորավոճ սլենգով, ու կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները նաև սեգմենտավորելու է հակառուսականության տրամաբանության մեջ։ Դրա հետ միասին շատ հետաքրքիր բան է կատարվում, ասենք Սալավյովը հելնում է կամ Դուգինը հելնում է, ինչ-որ մի հատ այնպես բան են հայտարարում, որը անգամ ամենապրոռուս կամ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից քաղաքական եւ հասարակական գործին անմիջապես բան է դարձնում, դիստանցավորման առիթ է տալիս։ Ոնց է կես, որտեղ այս մեղադրանքները ձեզ ուղղվելու է, ոնց է այս հիբրիդային պատերազմի հրձիքի մանից անվանումից կարողանալու ձեռքբազատվել։ Գիտեք, այստեղ ամենալավ օրինակը հետևյալն է, երբ որ Ֆիդանը բավականին բաց տեքստով ասում մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը եւ այդ քաղաքական գիծը, որ ինքը որտեղ գրել է, պետքա մնա, մենք այո, այստեղ չենք կարողանում սա լիարժեք հասարակությանը բացատրել ու նաեւ ասենք ասենց ուղիղ միջամտություն էլ ոնց է լինում ու դա արվում է Թուրքիայի կողմից, հասկանում եք, բայց երբ որ մի հատ փորձագետ կապ չունի կարգավիճակը մի հայտարարություն անում, փորձում են դա օգտագործել ընդդիմության դեմ, իսկ այո, այտենց հայտարարությունները վնաս են տալու երկրում հակառուսական տրամադրություններ ստեղծում։ Իսկ սրանք այտենց մի հատ բանը բռնում են ու այս 7 տարի ինչ են արել, այսինքն Ռուսաստանին մեր երկրում ներկայացրել են արդեն թշնամական պետություն, թուրքերն ու ադրբեջանցիները մեր բարեկամներն են։ Այսինքն արտաքին թշնամու կերպարի փոփոխություն։ Իհարկե, ու սա շատ հետևողական են անում։ Ու 7 տարի այսինքն տուն արտուն մարդկանց գլուխը այդ են մտցնում։ Արդեն դուք տեսել եք Ադրբեջանին այդ շրջանակներ երբեք չեն մեղադրում Արցախում տեղ ունեցած էթնիկ զտման ու ցեղասպանության համար։ Արդեն դրա մեղավորը բացառապես ռուսներն են ու նախկինները։ Անդիմությունները։ Այսինքն
ըստ էության անում են հետևյալը՝ թշնամանալ բարեկամ երկրների հետ, բարեկամանալ թշնամի երկրների հետ։ Իրենք այլևս sense բաց տեքստով ասում են, որ մեր էներգակիրների այլընտրանքը Ադրբեջանն է։ Հասկանում եք, դա ոնց կարելի է նման բան ասել կամ ոնց կարելի է քո հասարակության, այսինքն թշնամական այդ քարոզները մտցնել երկիր ու հասկանում ես, այսինքն այս խնդրը մենք ունենք, բայց ստեղ էլ կա, այսինքն ես ուղիղ եմ ասում, ինչ որ պայծ տպավորություն է, որ Ալիևը դառնալու է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը, ու սկսելու է մեր ժողովրդին իր միջոցով կաշառք, ընտրակաշառք բաժանել։ Հիմա կլինի ցորենի տեսքով, բեզինի տեսքով, կարող է նոր ինչ-որ ապրանքներ ավելանան, բայց մեր հասարակությունը պետք է իմանա, որ սա մինչև ընտրություններ ամեն ինչ անելու են, այո, այդ ընտրակաշառքը տալու են, որպեսզի Նիկոլը մնա իշխանության։ Ու դրանից հետո քթներից բերելու են մեր ժողովրդին։ Դրանից հետո մենք տարածքներով հատուցելու ենք այդ ցորենի ու բենզինի համար։ Անկլավներ ենք տալու, ադրբեջանցիներ են բնակեցվելու Հայաստանում, ու այսպես շարունակ։ Դե հաղթեք, պարոն Սաղաթելյան, հաղթեք, կարճ ու բան։ Միասին պետք է հաղթենք։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ խորհրդարանի Հայաստան դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։